Փաշինյանն այսօր հայհոյախառն գրառում է արել հայ առաքելական եկեղեցու սրբազանների մասին։ Ըստ ձեզ երկրի ղեկավարին վայել է նման պահվածքը հոգևորականների եւ հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Բնականաբար ոչ, որպես հոգևոր արժեքներով ապրող ժողովուրդ, որպես հայ, մենք կարծում եմ պետք է հարգենք մեր եկեղեցին, մեր կրոնը եւ բնականաբար ինձ համար դա ընդունելի չէ։ Այդ Դեմիրճյանը սպանեցին, սրան չեն կարում, հա, հանեն։ Հա, էդ ի՞նչ բան է։ Ես չեմ ուզում ինչը 26 թիվը մնա։ Ես հենց մի ուզում եմ հանեն ես իրան։ Ինչ է գրած։ Դոմփել։ Այո։ Այդ հայոյանք, հա։ Դա նորմալ բառ է ձեզ վարչապետի կողմից։ Նայած որ կոնտեքստով նայեք այդ բառին։ Ուրիշ ինչ կոնտեքստով կարող ենք նայել այդ բառը կամ։ Երևի ասում եմ մի բան գիտի էլի։ Ձեր կարծիքով վայել է դա երկրի վարչապետը։ Իսկ ինչ եք սպասում։ Նիկոլի անուն ընդհանրապես պետք է ժողովրդի մոտ տալ։ Էդի ավելյան ներվայնացնում մեզ, այդ ցավը տանում ես։ Այդքան մի բան։ Մնացածը առանց մեկնաբանության։ Կլինի։ Բայց տեսել Դրա եք անունը լսել չեմ ուզում ես։ Իհարկե դա ընդունելի չի, շատ վատ է։ Դա ասենք իրանց պետք չի, էլի վայել չի, մի քիչ վարչապետը պիտի հանգիստ ավելի մեր բառեր օգտագործի, եթե չի կարողանում զսպել իր էմոցիաները, գոնե մեղմ էլի։ Իհարկե վայել չի մեզ հայերիս։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայհոյախառն գրառում է կատարել իր Facebook-յան էջում սրբազանների։ Չենք լսում։ Հա, բայց սրբազանների մաֆիոզներ է անվանել, իսկ եկեղեցիներին չուլան։ Ձեր կարծիքով երկրի Ոչինչ ճիշտ ոչին։ Ոչին։ Իհարկե չէ։ Չէ, բայց միևնույնն է երկուսին էլ նայելու չի։ Լսելու անգամ չի։ Ոնց որ պակասել է։ Ցանկացած մարդու տգեղ պահվածքը անվայել է։ Կապ չունի ով է դա, դիմացին այդ մարդ հարարած է։ Պետքա վայելուչ խոսք ունենա, որտեղ Աստվածաշունչը հենց դա է ասում, խոսքը վայելուչ լինի, հարգալից։ Իսկ նորմալ է, որ ինքը եկեղեցիներին չուլան է անվանում։ Այդ հնարավոր չի։ Չեք լսել կառավարության նիստը, նա եկեղեցիներին անվանել է չուլան։ Չէ, իդ հնարավոր չի։ Բայց ասել է, ասում է։ Ոչ, հնարավոր չի։ Человек, короче говоря, с таким положением, как Пашинян, не имеет права материться. Потому что статус его это не позволяет. Ես գիտեմ, լսում եմ ինքը այնքան անպիղծ մահազնավորություն է, որ նույնիսկ այս եկեղեցուն է վիրավորում։ Բոլորին է վիրավորում, ինչ մարդ է դա, դրան ինչ կարող ենք մենք համարել որպես երկրի ղեկավար։ Դրա անունը լսելով որոշ մարդկանց հոգեկան աշխարհը խանգարում է, որից մեկը ես եմ։ Նիկոլին էլ ընտրել եմ։ Ուզում եմ հեռանա ինքը։ Աննա Հակոբյանը եւս գրառում է կատարել, սրբազաններին անվանել է մաֆիոզներ, ինչպես գիտեք Փաշինյանն էլ եկեղեցիներին անվանել է չուլաններ, այս մասով ինչ ասել։ Գիտեք, մեր ընդհանուր հա ժողովրդի հոգեկան եւ հոգեբանական վիճակի մասին անդրադառնալով այնքան բարոյալքված ենք, որ ինչ որ ասվում է նույնիսկ վերին ղեկավարության կողմից արդեն զարմանալու չի, ուղղակի, չգիտեմ, լռության հասնելու ուղղակի սենց պահ է, բնականաբար ցավալի են նման բաներ լսել մեր երկրի առաջին դեմքերի կողմից եւ դա չի կարող օրինակ ծառայել մյուսների համար, որոնք կարող է կարծիք չունեն, բայց այդ կարծիքի հիման վրա կարող են որոշակի տրամադրվածություն ունենալ։ Աննա Հակոբյանի անունը ընդհանրապես չենք ուզում լսեմ։ Էդի որպես կին ինքը ընդհանրապես իրավունք չունի, որ ընդհանրապես կանանց հետ նույնիսկ շփվի։ Ինքը այդ մակարդակը չունի որպես կին։ Էլ չեմ ասեմ որպես ղեկավարի կին, հասկանում եք, դա աբսուրդ է ուղղակի ժողովրդի համար հիմա աբսուրդ է, որ Նիկոլը մի կողմից, Աննան մի կողմից, ուզում են այս երկիրը ինչ որտեղ իրանց խելքով պահեն, իրանց մինչև աթոռի կռիվը վերջանա 2026 թվականին, այդքան մի բան։ Դրանք վերանալու են, բրցնելու են ու հետո դրանց դատու դատաստանը ոնց է լինելու, դա արդեն հետո հետագայում կերևա։ Հակոբյանը մաֆիոզներ է անվանել բոլոր։ Որտեվ ինքն էլ է մեջը։ Ես կասեմ, որ դա вообще абսուրդ է, տենց մարդկանց ինձ թվում է պետք չի պետությանը թողնել պետության մեջ լինեն։ Շատ ցավալի է, բայց մենք գնում ենք դեպի անկում։
ժողովուրդը գնում է անկման եւ փրկությունն էլ չի երևում, որովհետեւ եթե վերին ղեկավարության կողմից են նման անվայել արտահայտություններ հնչում, արդեն սորին մակարդակում ժողովուրդը բռնվելու տեղ չունի ուղղակի։ Մենք պետքա միավորված լինենք, գոնե մեր արժեքներին չդավաճանենք եւ փորձենք շարունակել ապրել հավատով եւ հավատանք Աստծուն, որտեւ դա է մեր քրիստոնեության կարևորագույն սկզբունքներից մեկն է։ Պետք է չկորցնենք հույսն ու հավատը, այդքանը կարող եմ ասել։